Դատարանը քննում է Ավետիք Չալաբյանի կալանքի միջնորդությունը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Չալաբյանը արտասահմանյան մի պետությունում Հայաստանի քաղաքացիներին ստիպել է մեկնել Հայաստան, հունիսի 7-ին քվեարկել ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Դատարանի մոտ Չալաբյանի կողմնակիցները պահանջում են նրան արդարացնել։ Իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Այն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի 5 րոպեում որոշումներ էին կայացնում, մարդկանց գնդակահարում էին։ Հիմա այդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց ավտորիտարիզմը, իրենց բռնապետությունը պահպանելու համար օգտագործում են այսպես օրենքի շահարշներն են օգտագործում։ Բառացիորեն 2 օր առաջ Ավետիքի հետ խոսում էինք եւ հաշվի առնելով այս տենդենսը անդադ ամեն օր ձերբակալել քաղաքական գործիչներն, հատկապես նրանք, ովքեր ամենասուր քննադատության են ենթարկում այս ռեժիմին եւ նրա պարագլխին, սпасելի էր այդ քայլը, այսինքն Ավետիքին չէր առնով սպասում էր եւ բազմաթիվ անգամ խոսացել ենք, ասում էր, որ հաջորդի ես եմ։ Առավոտ կանուխ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Ավետիք Չալաբյանի տուն են ներխուժել, խախտել են ընտանիքի հանդորը, սկսել իրենց գործողությունները։ Ավետիք Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանն է պատմում։ Առավոտյան 7:10-15 մոտավորապես այդ ժամերին մեր մոտ եկել է ոստիկանությունից եւ քննչականից մոտավորապես 7-8 հոգի մարդ։ Մենք բոլորս քնած էինք, եկել երեխաներն էլ, սկզբից մեր բնակարան խուզարկել են, ոչինչ չեն գտել արդյունքում հեռախոսն են Ավետիքի արգրավել։ Փաստաբանը կարծում է, իրավապահները սահմանված ընթացակարգի համաձայն չէ, որ ուղղակի խուզարկել են բնակարանը, կոնկրետ բան են փնտրել։ Ենթադրում եմ, պիտի, չգիտեմ, ընտրողների ցուցակներ փնտրած լինեն, ոչ ոք չեն հայտնաբերել, ընդհանրապես հեռախոսն են վերցրել, որը այնուամենայնիվ վերցնելու էին, ու վերջ, ու ձերբակալել են առավոտ կանուխ։ Երբ տան խուզարկությունը ցանկալի արդյունքը չի տվել, ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։ Նրան ընտրողների իրավունքները խախտելու մեջ են կասկածում, ասում է փաստաբանը։ Այս մեղադրանքը բնականաբար ծայր զավեշտ է, որովհետև այն ինչը որ մեղադրանքի հիմքում ան դրած գոյություն չունեցող փաստեր են։ Անահիտ Ադամյանն էլ համոզված է, Փաշինյանն այս կերպ փորձում է կանխել սպասվող քաղաքական զարգացումները։ Առաջիկայում Սահմանադրական դատարանը քննելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները, հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին։ Կարծում եմ, որ սա տեղի ունենում, որպեսզի մոտակա ժամանակ, երբ որ Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն։ Այս պահին իրավապահները կոնկրետ հրահանգ են կատարում, ասում է Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը, ինչ որ մեկը որոշել է, որ Ավետիք Չալաբյանը պետք է կալանավորվի։ Մեկը մյուսին հակասող այնպիսի փաստեր կան մեղադրանքում ներկայացված, որ պարզապես էլ եմ ասում, էլի ակնհայտ է դառնում, որ ընդհանրապես այս փուլում Ավետիք Չալաբյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ինչ որ հարց է փորձում լուծվի։ Այս ձերբակալությունները պաշտպանության կողմը նաև մեր երկրում ընտրություններից հետո սկսված քաղաքական հետապնդումների համատեքստում են դիտարկում։ Այս բոլոր հասարակական քաղաքական գործիչները, ովքեր հասարակական քաղաքական կյանքում որոշակի կարծիքի առաջնորդներ են կամ կարծիք ստեղծողներ են, այս մարդկանց լրացնելու խնդիր է լուծվում։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք ինչ է տեղի ունենում հիմա, բոլոր ընդդիմադիրների ընդդիմադիր դաշտում։ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն բացահայտ կեղծիք է որակում։ Արսեն Դումանյան, Գևորգ Դարփինյան, Լրաբեր։